Ժորժան, բարև ձեզ, ես Արման Ղուկասյանն եմ, Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահն։ Ժորժան, ես ստացել եմ կարևոր նամակներ զինվորականներից տարբեր, եւ իրենք ասում են շատ արդարացի կերպով մի բան, ու ասում են փոխանցի դա կառավարությանը։ Ես էլ փոխանցում եմ։ Հարգելի կառավարություն, զինվորականները ասում են՝ միթե օր ու գիշեր հայրենիքին եւ մեզ բոլորիս ծառայություն մատուցելու դիմաց իրանք արժանի են ստանան ցածր աշխատավարձներ։ Իսկ նախարարները, պաշտոնյաները, որոնք տաքուկ կաբինետներում նստած են, ստանում են բարձր աշխատավարձներ եւ բարձր պարգևավճարներ։ Ասում եք գնացեք ու ատեստացիա հանձնեք։ Եթե ատեստացիան կհանձնեք, կբարձրանա ձեր աշխատավարձները։ Բայց ինչու՞։ Այդ падգամավորները ատեստացիա հանձնում են, քննություն առհասարակ հանձնում են։ Այդ նախարարները, պաշտոնյաները քննություն հանձնում են։ Այդ որ բարձր պարգևավճար ու աշխատավարձներ են ստանում։ Այդ ինչ հայլուն աշխատանքի արդյունքներ են գրանցում, որ այդքան հաճախ պարգևավճար են ստանում, ու այդքան բարձր պարգևավճար են ստանում։ Ուրեմն միթե այդ մարդիկ տաքուկ կաբինետներում նստած ավելի կարևոր արդյունքներ են գրանցում, քան այն մարդիկ, ովքեր սահմաններն են պահում, քան այն մարդիկ, ովքեր մեր առօրյան են ապահովում, մեր հանգիստը, մեր տոները, մեր աշխատանքը, մի խոսքով մեր առօրյան են ապահովում։ Այո, հենց այդ մարդկանց շնորհիվ է, որ ապահոված է մեր առօրյան, մեր անվտանգությունը, եւ միթե այդ մարդիկ արժանի են այս գնաճի մեջ իրանց ընտանիքները չկարողանան անգամ պահել։ Միթե դրան են արժանի։ Ժորժան, խնդրում եմ, տարածեք այս տեսանյութը, գրեք մեկնաբանություններում ձեր ձայնը բարձրաձայնեք, եթե կան ընտանիքներ զինվորականների, գրեք, մի ամանչեք, գրեք եւ բաժանորդագրվեք իմեջին։ Եվ անպայման մենք հասնելու ենք արդարության, որտեվ հիշեք, մենք շատ ենք ու մենք ճիշտ ենք։